Ճիշտ չեն բոլոր այն մոտեցումները, բոլոր այն ելույթները, որտեղ կառավարման մեկ մոդելը ներկայացում է ավելի լավ, քան մյուսը։ Բոլոր մոդելներն էլ լավն են, եթե ճիշտ արտացոլում են տվյալ երկրի վիճակը, նրա առջև ծառացած մարտահրավերները եւ այդ ժամանակի համար ճիշտ լուծումներ են տալիս։ Այնպես որ այդ մոտեցումները խնդրում եմ որպես արգումենտներ չբերել։ Բոլոր մոդելներն էլ լավն են։ Խնդիրը հետեւյալն է. դուք բերում եք 100 երկրի տարբերակ, բերեք Հայաստանի օրինակը։ Այդ բոլոր երկրների տարբերակները ուսանելի են, այդ փորձը ուսանելի է, բայց կիրառելին պետք է լինի մեր երկրի վիճակը, որը պետք է որոշի փոփոխությունների գնում ենք մոդելի փոփոխության, թե ոչ։ Մեր մոտեցումն է, այսօր Հայաստանը չի գտնում այն իրավիճակում, որ պետք է կառավարման մոդելի փոփոխության գնալ։ Այսօր Հայաստանը կարիք ունի ուղղաձիգ, ուժեղ իշխանության, քանի որ գտնվում է պատերազմից 5 պակաս իրավիճակում, քանի որ գտնում է տնտեսական քաղաքական այնպիսի համակարգում, որտեղ բոլորը կիսանախագահական են, եւ այս չարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվելու մի աննորմալ վիճակում, երբ քո երկրեկավարը հավասարը հետ նստելու այն համակարգում, որի մեջ գտնվում ենք, դա է ռեալությունը, ուզեք թե չուզեք, այդ համակարգում այդ հնարավորությունից զրկվելու է։ Եվ այսօրվա մեր քաղաքական իրավիճակի լարվածությունը, ծանր մթնոլորտը, մարտահրավերները, կոռուպցիան, ընտրությունների ոչ կայացած լինելը, համեստ եմ ասում, մեր շրջապատում իրականացնող քաղաքական տնտեսական բարդագույն գործընթացները, մենք գտնում ենք, որ այսօր այս փոփոխության անհրաժեշտությունը չկա։ Սա կարող է բերել արկածների, սա բերելու է լուրջ ցնցումների։ Ուրեմն ծանոթացեք ռուսական մամուլին, եվրոպական մամուլին, ամեն օր անդրադարձներ կա եւ մարդիկ արձանագրում են, մասնավորապես Ռուսաստանի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրենը Գուսև գրում է, որ այս փոփոխությունը Հայաստանին կարող է բերել անկանխատեսելի ցնցումների, որ այս փոփոխությունը կարող է երկրին ուղղակի իր ուղեգծից գցել, որ սա բերելու է ԱՊՀ-ում եւ Եվրասիական տնտեսության մեջ Հայաստանի դիրքի թուլացման։ Այսինքն ռուսներ եւ տարբեր քաղաքական գործիչներ ուղղակի նշում են հենց ուղիղ ձևով, որ սա հանրապետական կուսակցության համար եւ կարող է նաեւ հետագայում ուրիշ կուսակցությունների համար վերմակը իր կողմը ձգելու եւ ներքին խիստ լարումների պատճառ առաջացնել, հնարավորություն ստեղծել։ Ինչի համար է այս փոփոխությունները, ձեզ հարց եմ տալիս։ Ինչ է տալու այս փոփոխությունները, եթե հինը, որը դուք ոտնահարել եք, դրա փոփոխության անհրաժեշտությունը չի ապացուցվել։ Հինը ասում է, որ պարլամենտի կեսը պետք է գործարար լինի, այդ կետը ապահովեք։ Գործող օրենքը չի ապահովում, ոտնահարված օրենքի փոփոխության իմաստը որն է։ Միայն նրա համար, որ մի հոգի է ուզել։ Դուք գեր եք դարձել, պատանդ եք դարձել մի հոգու ցանկության, 12 թվականին դուք ծրագիր եք ներկայացրել, ոչ մի падգամավոր, ձեր կուսակցությունը սահմանադրական փոփոխության մի բառի մասին խոսք չի ասել։ Ճիշտ է թե չէ։ Հաջորդը, դուք ինքներդ գիտեք, որ արկած կա սրա մեջ։ Դուք ինքներդ գիտեք, որ այս համակարգը, եթե գնաց փոփոխության, մի հատ ուշադիր նայեք։ Կրթական համակարգ փոխում է, տեղական ինքնակառավարման համակարգ փոխում է, պարլամենտական համակարգ փոխում է, պրեզիդենտականը փոխում է, դատականը փոխում է, արտաքին հարաբերությունների կոնցեպցիաները փոխում են։ Ամբողջ համակարգը դուք տակնու վրա եք անում, ամբողջ համակարգը։ Միայն այս համակարգի իրականացումը 5-ից 10 տարի կտևի։ Չեմ ասում ինչքան մարդկային ռեսուրսների, շենքային ռեսուրսների, ֆինանսների փոփոխության հարյուրավոր օրենքներն փոխվելու սրանից հետո։ Ինչի համար եք անում սա։ Իմաստը ո՞րն է։ Չէ՞ որ դուք եք ուզում, չէ՞ որ ձեզ հետ զրուցում եք, դուք եք ասում, որ սա ռիսկ է։ Հանրապետականի մի մասը իսկապես գիտի, որ չարժե գնալ այսպիսի արկածախնդրության, շատ լավ գիտեք։ Դուք եք գիտեք, եթե մի երկու տեսաբան, շատ լավ տեսաբաններ են։ Այս փորձագիտակ, կանոններ։ Վարան Բաղդասարյան չի ուզում։ Եթե բերել եք այս տեսական փորձը եւ անգամ քիչ ռիսկ կա սրա մեջ, ինչ է տալու, ասեք խնդրեմ, բացի այն, որ իսկապես Սերժ Սարգսյանը եւ արդեն դուք ասեցիք, շատ լավ է որ ասեցիք, հոտանը չի նստելու։ Ինչ է նշանակում, ով տանը չի ուզում նստել, պետք է գա երկիր ղեկավար, իսեր ասու, տարեք ձեր տուն։ Եվ ստեղծվում է, դուք եք ախր նաեւ սնունդ տալիս, որ այս նախագծեր կա։ Այստեղ մի շողոքորցյան, մի ռեֆերանդների շքերթ է այստեղ ստեղծվել, մարգարիտներ եք շարում։ Թմկահարում եք, այս ինչ վիճակ է։ Նույնիսկ հասել է այնտեղ,
որ ներկայացում է, որ նոր սահմանադրությամբ, բառացի եմ ասում, նոր սահմանադրությամբ նոր մարդ է կերտվելու, տեսակ, homo soveticus, 60-ականների սովետ հայտարարվեց, որ սովետական միությունը նոր մարդու տեսակ է կազմավորել, homo soveticus, եւ դուք ինչ, homo servicus եք ձևավորում, այս ինչ է այս քծնակի շքերթը, դուք գնում եք շատ մեծ ռիսկի, սա քաղաքական առումով, ես օտար բառեր չեմ սիրում, բայց օտար բառ կա, որ ավելի լավ է բնութագրում իրականությունը, սա քաղաքական չալլագյոզություն է, չի կարելի Հայաստանը այս ծանր վիճակում, ֆինանս չունեցած վիճակում, պատերազմական վիճակում, ներքի խառը վիճակում, արտաքին լիքը մարտահրավերների արկայության պայմաններում գնալ այսպիսի արկածախնդրության, իմաստը, ինչի եք տանում, ինչն է այս համակարգի վատը, ինչն եք տանում քանդելու, չէ որ արկածա տակը, ռիսկա տակը, մեծ ռիսկ, խելոք մնացեք, եւ ինչ պարտադիր որ հաջորդ ղեկավար լինի Սերժ Սարգսյանը, ուրիշին բերեք փորձեք, բերեք խաղադաշտ, պարտադիր պետք է համարկա փոխենք պարլամենտական, որ մի հոգու կամք անենք, պատանդեք, չի կարելի այսպես հետքի ղեկավարել, անձնական արժանապատվությունը թողած, երկրի շահը թողած, մի հոգու կամքի ցանկությունը իրականացնել։ Հարգելի գործընկերներ, մենք շատ կարևոր օրենք ենք քննարկում։ Բոլորիդ խնդրում եմ պահպանել կոռեկտությունը եւ իրար նկատմամբ հարգանքով խոսել, առանց վիրավորանքների։